Հայաստան համահայկական հիմնադրամի և Հանուն հավասար իրավունքներ կրթական կենտրոն հասարակական կազմակերպության հետ համատեղ ծրագրի շրջանակում Արցախից բռնի տեղահանված 22 կանայք ձեռք բերեցին նոր մասնագիտություններ իրենց նախընտրելի մասնագիտական ոլորտում՝ վարսահարդարում, հրուշակագործություն, դիմահարդարում, կոսմետոլոգիա, ֆլորիստիկա եւ այլն։ Հնգամսյա շրջափուլում նրանք իրենց տեսական գիտելիքներն ամրապնդեցին գործնական հմտություններով։ Համահայկական հիմնադրամի աջակցությամբ մենք իրականացնում ենք կրթություն ստանալու, այսինքն նոր մասնագիտություններ ձեռք բերելու ծրագիրը, նոր մասնագիտություն են ձեռք բերում, որից հետո նաև աշխատանքային գործիքներ ենք մենք իրենց համար բոլորին հավասար սկզբունքով, այսինքն 100,000 դրամի շրջանակներում գնում ենք ապրանքներ, որպեսզի կարողանան գոնե նախնական շրջանում իրենք կարողանան աշխատել։ Ես սովորում եմ դիմահարդարում, դասընթացները տևում են 3 ամիս, արդեն սովորել ենք 2 ամիս տևողությամբ։ Նպատակներ ունեմ աշխատեմ, իմ բիզնեսը ունենամ, 0-ից սովորում ենք ամեն ինչ։ Մի ամիս էլ սովորենք, արդեն ինձ բավական է։ Նոր ընկերներ ենք ձեռք բերել այստեղ, ես շատ շնորհակալ եմ իրանցից, շնորհակալ եմ նաև իմ մասնագետ Շաքեին, շնորհակալ եմ շատ բոլորից։ Ծրագիրը շահառու կանանց համար նաև վերասոցիալականացման միջոց էր, կրթությամբ և հոգեբանական աջակցությամբ։ Հիմնադրամը մշտապես կարևորում է պատերազմից և բռնի տեղահանումից տուժած կանանց և աղջիկների վերականգնման ու տնտեսական հզորացման խնդիրները։ Ես Նանան եմ Սողոմոնյան, ես Արցախից եմ, հիմա ապրում եմ Նորգեղիում, սովորում եմ դիմահարդարում։ Ծրագիրը տևում է 3 ամիս, արդեն համարյա 2 ամիս լրացել եմ։ Ուլիքը արդեն տեղեկություններ ունեմ դիմահարդարման ոլորտի մասին։ Ձեռք եմ բերել այստեղ լավ ընկերներ ու շնորհակալ եմ այս ծրագրի համար, որ հնարավորություն տրվեց։ Հնարավորությունների դեպքում ցանկանում եմ ունենալ իմ սեփական սալոնը, որտեղ կաշխատեմ դիմահարդարմամբ։ Հայաստան համահայկական հիմնադրամը իր Ավստրիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ իրականացրեց ևս մեկ կրթական ծրագիր ուղղված Արցախից տեղահանված կանանց մասնագիտական կրթության, ուսուցման և հետագա նաև զբաղվածության ապահովման նպատակով։ Ծրագիրը արդեն իրականացվում է 4-րդ փուլով և մեծ արդյունքներ և էֆեկտիվություն ունի։ Այս փուլում ներգրաված են 22 Արցախից տեղահանված կանայք, ովքեր կարողացան նոր մասնագիտացումներ ստանալ վարսահարդարման, դիմահարդարման, խոհարարության, կարուձևի, ինչպես նաև ֆլորիստիկայի ասպարեզում, և սա նրանց հնարավորություն կտա հետագայում նաև աշխատանքով ապահովելու, քանի որ բացի ուսուցումից նրանք ստանում են նաև անհրաժեշտ պարագաներ, որոնք կարող են հետագայում օգտագործել իրենց գործունեությունը ծավալելու համար։ Հուսով ենք, որ նման ծրագրերը կլինեն շարունակական և ել ավելի մեծ թվով Արցախից տեղահանված կանայք և ինչու նաև ոչ տղամարդիկ կկարողանան նոր մասնագիտություն ստանալ և վերաինտեգրումը Հայաստանում ավելի հեշտ ընթանա նրանց։ Կրթական ծրագիրը սկսելուց առաջ մեր համար շատ կարևոր է, որ նաև պատրաստված լինեն հոգեբանորեն, այսինքն մեր շրջափուլի բազմաթիվ կանայք, օրինակ նախորդ տարի մոտ 60 մինչև 100, կին շահառուներ հոգեբանական աջակցության ծրագրեր են անցել են փափուկ կարողությունների զարգացման ծրագրեր, այսինքն ամենատարրական կարողություններից մինչև նաև իրենց որպեսզի կարողանան ինքնուրույն իրենց SMM հանրայնություն իրենց բիզնեսի կամ ծառայությունների մատուցման հանրայնությունը ապահովել։ Ծրագիրը ֆինանսավորվել է հիմնադրամի Ավստրիայի տեղական մարմնի կողմից։